Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Ես կուզենայի կատարողականի համատեքստում անդրադառնալ մեր ձեռքբերումներին, սակայն ձեռքբերումներին ոչ թվային ցուցանիշների տեսքով, որովհետև 2024 թվականի երևի թե ամենամեծ ձեռքբերումը, այսպես եթե ուղղակի զուտ մտովի վերադառնամ 2024, կարծում եմ դա եղել է սահմանազատման գործընթացը, ձեռքբերումներից մեկը համենայն դեպս եւ շատ կարեւորը, որովհետեւ այն իմ պետության, իմ իրական Հայաստանի մասին է։ Ես վերջապես ունեմ սահման, որը ես ճանաչում եմ իմ հարևան պետության հետ, եւ այն ընդգծում է այն տեղանքը եւ այն սեփականությունը, որի վրա ես ապրում եմ եւ որի համար ես պիտի հոգ տանեմ։ Ես կուզենամ, որպեսզի նաև մենք ուշադրություն դարձնենք խաղաղության գործընթացին։ Վերջապես Հայաստանում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին մտածում է խաղաղության մասին եւ հասկանում է, որ ինքը ունի իրավունք ապրելու խաղաղ, ապրելու բարեկեցիկ եւ իր պահանջները զուտ անվտանգային, այսպես ասած, դաշտից բերելու իր իրական, իր կյանքի, իր բարեկեցության, կենսագործունեության դաշտ։ Ես ուզում եմ նաև խոսել նրա մասին, որ մենք մեր ժողովուրդը այլևս տեսնում է, որ մեր անվտանգության գիծը, որը ժամանակին եղել է հենց այն սահմանագիծը, որը հատել է, որտեղ կանգնած է եղել զինվորը, հա, այն առաջնագիծը, այլևս դիվանագիտությունն է վերցրել իր վրա։ Սա շատ կարևոր բան է, այսինքն անվտանգությունը մի քայլ առաջ է գնացել իրականում։ Ես ուզում եմ անդրադառնալ այն բոլոր բովանդակությանը, ինչի մասին ընդդիմությունը այսօր մեզ քննադատում է, չգիտեմ, եթե կուզեք թվերով անդրադառնամ, խոսում են արտաքին պարտքից։ 2016 թվականին, երբ պարոն Արծվիկ Մինասյանը եղել է էկոնոմիկայի նախարար, արտաքին պարտքը աճել է 17%-ով։ Միաժամանակ համախառն ներքին արդյունքը աճել ընդամենը 0.5%-ով, իսկ եկամուտները պետության 0.3%-ով։ 2024 թվականի արտաքին պարտքը 6.2% աջակրանցել, եկամուտների 7% աճի եւ համախառն ներքին արդյունքի 5.9% աճի պարագայում։ Ես կարծում եմ թվերը խոսուն են եւ շատ բովանդակալից։ Չեմ անդրադառնա աղքատության ցուցանիշին, որը իրական նվազել է, բայց այստեղ շփոթություն առաջացնելու համար, քանի որ բանաձևը փոխվել է, փորձում են ուրիշ բան ներկայացնել։ Ես ուզում եմ անդրադառնալ իսկապես ձեր բովանդակությանը։ Տիկին Էլինար Վարդանյանը, երբ խոսում է, ասում է, ընտանեկան բռնության մասով Տիկին Ղազարյան, մենք ենք, նախկիններն են, չգիտեմ, դուք չեք արել։ Ընտանեկան բռնության օրենքում դուք բովանդակությանը, նենց էիք աղճատել բովանդակությունը եւ նույնիսկ վերնագրում ներառել էիք ընտանիքում համերաշխության վերականգնման բառակապակցությունը, որովհետեւ վախեցել եք ասել, որ բռնությունը համերաշխություն չի ենթադրում, բռնությունը ինքը արդեն իրագործված արարք է եւ այս բովանդակությունը, անբովանդակությունը ձեր բոլոր արարքների մեջ է, ձեր հայրենասիրության մեջ է, ձեր պետականամետության մեջ է։ Երբ դաշնակցությունը վատ է ազգում, ինչ որ, չգիտեմ, նեղանում է, որ իրան ինչ որ բաներ են մեղադրում։ Եվ ավելին ասեմ, այս խոսակցությունը ես ուզում եմ բացել, որովհետև երեք պարոն Գեգամ Մանուկյանը անդրադարձավ պարոն Ռուբինյանի հորը վկայակոչեց, ինչ որ, չգիտեմ, ինչ են թողել, դուք կամաչեիք, չգիտեմ ինչ, նման բարեկրթություն չակերտավոր։ Իրան մի անգամ էլ թույլ է տվել նորից ձեր խմբակցության անդամներից մեկը, իմ հայրիկի մասով։ Եվ ես ուզում եմ ձեզ մի բան ասել։ Երբ ներսում զինված ջոկատներ էիք ձևավորում եւ դրոյի ցուցակում հորս անունն էիք գրում, ես այդ ժամանակ երեխա էի, ես հիշում եմ ինձ, երբ մեր պատուհանի տակ զինված կանգնած էին մեքենաները, ես այդ ամեն ինչը լավ հիշում եմ, եւ ես եմ իմ հոր ժառանգությունը, ես, ով ձեր հանդեպ բռնություն չի ուզում կիրառի, այդտեղ է տարբերությունը։ Տիկին Վարդանյան,
Երբ հարցակվում էիք Տիկին Ղազարյանի վրա, այդտեղ է տարբերությունը, հասկանում եք։ Երբ խոսում եք վարչության նիստում ինչ-որ բան որոշելուց, ձեր շրջաբերականը հիշեք, խնդրում եմ։ Ուղղակի դուք բովանդակության հետ, դուք այն ինչ ասել, ես ձեր բանն եմ նայել, ես ձեր ծրագիրն եմ նայել, կառավարության ծրագիրը։ Այն որ գալիս եք այստեղ թվեր չկա, ցուցանիշները սենց, չգիտեմ ինչ։ Այո, սիրելի ժողովուրդ, այո, բարեփոխումներ են տեղի ունենում հարկային օրենսգրքում, հարկային, չգիտեմ, գույքահարկի փոփոխություն է տեղի ունենում եղել, եւ հնարավոր է, որ լինեն բացթողումներ եւ շտկվեն։ Բայց այստեղ կարևորը այն առանցքային բովանդակությունն է, ինչի մասին է, այս բանի դահլիճի այս թևը ինչի մասին է խոսում։ Ինչ անկախություն, ինչ պետություն։ Եվ մյուս անգամ որևէ մեկը չհամարձակվի մտնել ծնողի եւ երեխայի միջև ինչ որ մի հատ դաշտ, դա տգեղ է առնվազն։ Եվ երբ կրթությունից եք խոսում կամ ինչ որ մի բան ասում եք, որ վայ, դուք անկիրթ եք, չգիտեմ ինչ եք խոսում։ Կրթվելը ամոթ բան չի, ժողովուրդ։ Եվ դուք կարիք ունեք կրթվելու, ինչպես բոլորս։ Ինչև է, այսքանը, շնորհակալություն։